որտեղ 2 ամիս ֆորմը հավաքել է, ինձ թվում է մի քիչ непонятный է, ես կուզենայի, որ ինքը եթար առենդա, որպեսզի մի քիչ արդեն խաղային օպիտ է հավաքեր, դա շատ լավ կլիներ մեր համար։ Առաջին թայմը չավարտվեց 2-2 հաշվով, Լամին Յամալը խփում է մեր երրորդ գոլը, Ռեշֆորդը պրաստրել է անում, կպնում է Իլիաշ Մորիբայի ոտքին եւ նա ասիստ է անում Յամալին, գենիալն ուղղակի, ու Մարինո գտնի Յամալը գոլ է խփում, без կոմենտարիев։ Մալադեց, ես տենց շատ բան չունեմ ասում Յամալի մասին, գոլը խփեց, կրասավչիկ։ Մնացածում դեռ դժվարանում է, այդ լաբոկի ցավերը դեռ ոնց թե լրիվ չի անցել, բայց ինքն է կամաց ֆորմա հավքում, մալադեց։ Բայց եկեք չշտապենք, ինքը կամաց թու ֆորմա հավաքի, պետք չի ասել, որ ինքը արդեն հետ է եկել։ Իր հետ գալը կախված է իր դրիբլինգից։ Եթե իր մոտ դրիբլինգը չի ստացվում, այսինքն ինքը դեռ հետ չի եկել։ Երկրորդ թայմը սկսվեց ավելի հանգիստ, Խանսի Ֆլիկը բացատրեց, որ պետք է գնդակ ավելի շատ պահել ու չտալ Սելտային, որպեսզի կոնտրատակներ անեն։ Մենք ավելի հանգիստ սկսեցինք խաղալ, իհարկե մի քիչ պահերը քչացան Բարսայի մոտ, բայց նաև Սելտայի մոտ քչացան ու մեծ քանակությամբ քչացան, որտեղ Սելտան քիչ պահեր ունեցավ, որպեսզի կանա հարվածանի։ Դաժե մի պահ կար, որ Բարսելոնան պաշտպանում էր ավելի շատ նիսկի բլոկով ու չէր թողում, որ Սելտան մտներ ծուգանային ու հարված կատարեր։ Այ հերվից է ուդարն անում, դե Սելտայի ուդարներն կոսմոս է թռնում։ Դա ստաբիլ է։